Ահագրկին մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտող եւ այս պահին մենք զրուցելու ենք մարտ արվեստների մասին։ Մենք մշտապես անդրադառնում ենք այս թեմային, որովհետեւ որպես կանոն միշտ ձեռքբերումներ ենք ունենում։ Ներկայացնենք մեր հյուրերին, մեր շատ սիրով ներկայացնում ենք մեր այսօրվա հյուրերին Անդրանիկ Հակոբյան, Կյոկուշինկան կարատե-դո համահայկական ֆեդերացիայի նախագահ եւ Արմեն Գրիգորյան, մարզիչ։ Բարի լույս։ 2015 թվականին մենք այսպես սիրով ողջունում ենք ձեզ։ Տասնամյակի արդիվ նաև շատ հաճախ եք մեզ հյուրընկալում, դա նշանակում է, որ բավականին շատ նորություններ եք ունենում տարվա ընթացքում եւ այսօր եւս, այո, մենք խոսելու ենք այդ ձեռքբերումների մասին ձեզ հետ։ Բարի լույս, կուզենայի շնորհավորել մեր բոլ հայազգի տոնը, նոր տարին եւ Սուրբ Ծնունդը, կուզենայի մաղթեի այս տարվա մեջ, որ խաղաղությունն լինի մեր զինվորների եւ մեր երկրի համար եւ բարի տարի լինի։ Շնորհակալություն։ Մենք եւս ձեզ շնորհավորում ենք եւ իդեպ այսօր առաջին աշխատանքային օրն է բոլորի մոտ, բացի մեզանից։ Մենք չենք աշխատում։ Մենք աշխատում ենք առաջի օրվանից տարվա։ Շատ լավ, եկեք ամփոփենք 2014 թվականը եւ հասկանանք ինչ տարի էր դա ձեզ համար եւ ինչ մրցաշարեր են տեղի ունեցել, ինչ հաղթանակներ եք ունեցել։ 2014 թվականին։ Այո, 2014 թվականը մեր համար աշխատանքային մեծ տարի էր։ Մասնակցել ենք բազմաթիվ մրցումների, միջազգային մրցաշարերի, նաեւ հասկացել ենք Հայաստանում մրցումներ, հասկացել ենք մարզավակներ, հրավիրել ենք հյուրեր արտասահմանից, որոնք մաստեր կլասներ են տվել մեր սաների համար։ Նաև 2014 թվականին մենք մասնակցեցինք միջազգային մրցաշարերի եւ վերջին միջազգային մրցաշարով կարող եմ ամփոփել, որ մենք մասնակցեցինք Եվրոպա աշխնությանը, որը տեղի ունեցավ Բուլղարիայում եւ ունեցանք հաջողություններ, կարող եմ ասել, մեր մարզիկները 19 հոգով մեկնած մարզիկներից 13-ը վերադարձան մրցանակային տեղերով։ Քանի ոսկե մեդալ? 4 ոսկե մեդալ, 2 արծաթ եւ 7 բրոնզե մեդալներ։ Ես կուզենայի նշել, որ Եվրոպայի առաջնությունից, որտեղ մասնակցում են 22 պետություն եւ մեր Հայաստանի հավաքականը մեկնելով այդ մրցաշարի դժվարությամբ հասնելով այդ մրցումների, կարող եմ ասել, որ մենք մեկնեցինք միկրոավտոբուսով եւ որոշ խնդիրներ ճանապարհում։ Եվրոպա գնացել եք ավտոբուսով։ Միկրոավտոբուսով, այո։ Բայց ես կարծում եմ, որ շատ հետաքրքիր կլինի, հետաքրքիր, բայց ճանապարհը Բայց ամենահետաքրքիրը, որ կարող եմ ասել, ճանապարհը մեր մեքենան փչացավ, մենք նոր մեքենա պատվիրեցինք։ Մենք մեր ուժերով պատրաստեցինք, վերանորոգեցինք։ Հարցը դրանում է, որ այդ մենք անում ենք մեր հաշվին, հա, ֆեդերացիան որոշ ունի որոշ փոքրիկ գումարներ կամ մեր ընկերների հետ միասին մենք այդ գումարները հավաքում ենք եւ փորձում ենք պետական հովանավորություն չունենք առայժմ 10 տարվա ընթացքում ցավոք հա մենք չենք ունեցել ոչ մի պետական աջակցություն, բայց մասնակցել ենք տարեկան մոտ 5-6 մրցաշարերի ենք մասնակցում արտասահման երկրներում եւ միշտ մեր երկրի պատիվը շատ բարձր ենք պահում։ Ուզում եմ ասեմ նաեւ հասնելով Բուլղարիա մեզ նաև որոշ չափի աջակցություն ցուցաբերեց ընդեղի հայկական հիպատոսությունը, որովհետև մեքենան կարող էր հասնել մինչև Թուրքիայի եւ Բուլղարիայի սահման, ընդեղից իրանք մեքենա ուղարկեցին, ճիշտ է։ Սկզբից չէին պատկերացնում, որ ում համար էր, հա, սկզբից դժը մենք վճարեցինք, բայց հետո իմանալով, որ մեր ֆեդերացիայի մասին, մեր կազմակերպության մասին եւ արդեն փորձեցին ամեն ձեւով հետագայում արդեն հետադարձ բան իրանք մեզ աջակցություն ապահովեցին։ Քանի որ իրոք այն երկրում ինքը շատ մեծ իրադարձություն է, ու ընդհանրապես ես կարող եմ ասել, Կյոկուշին մարտարվեստը ամբողջ աշխարհում շատ ուժեղ զարգացած է, պետական իրոք ուժեղ աջակցություն ունի, նաև Բուլղարիայում եւ իմ կարծիքով մարդիկ իմանալով այդ դրա մասին կարողացան նաև իրոք մեզ լուրջ։ Իհարկե, պարոն Հակոբյան, դուք հաճախ եք եղել Բարի լույս հայեր ծրագրում, այո, բայց եկեք եւս մեկ անգամ ամփոփենք Կյոկուշինը ինչ ոճ է կարատեում եւ ինչով է տարբերվում մնացած ոճերից։ Գիտեք, որ պարոն Հակոբյանը 2001 թվականին հրավերով եկել է Հայաստան Թիֆլիսից ու այստեղ է որոշել զարգացնել Կյոկուշին մարտարվեստը, բայց ամփոփենք Կյոկուշին ոճը։ Այո, սիրով ամփոփենք։
Kyokushin ոճը ինքը ճապոնական ոճ է, որը ծնունդ է ապրել 1950-ական թվականներից Մասուտացո Օյամայի վարպետ Մասուտացո Օյամայի կողմից եւ ամբողջ աշխարհում սկսել է տարածվել։ Կարող եմ ասել, որ այսօր 140 երկրներում 12 միլիոն մարդ է զբաղվում այս ոճով։ Նաեւ վերջերս կուզենամ նաեւ նշեմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահան դեկտեմբերի մեջ ստացավ պատվավոր 8-րդ դանը Kyokushin կարատեդո Kyokushin կարատեդո միջազգային ֆեդերացիայի նախագահի կողմից, Հացուո Օյամայի կողմից իրան շնորհվեց իրան ներդրումը կատարելու համար Kyokushin ոճում։ Kyokushin ոճը տարբերվում է այլ ոճերից, ինքը կոնտակտային ոճի արտարվեստ է, որը թույլատրվում է հարվածներ։ Բայց կարող եմ ասել, որ միջազգային ֆեդերացիան նաև ամբողջությամբ հոգացել է նրա մասին, որ ոչ մի վնասվածքներ եւ չլինեն։ Որովհետեւ ամենակարևորը մեր համար էր կառողջությունն է։ Ինչպես յուրաքանչյուր տեսակի սպորտաձև ունի իր փիլիսոփայությունը, արդյոք այստեղ էլ նույնպես կա իր փիլիսոփայության տեսակը։ Անպայման, որովհետև կարատեն ինքը մարտարվեստ է, ինքը որպես սպորտ չի դիտվում, կա սպորտային մաս, հա, այդ մրցումներն է, բայց ինքը հենց փիլիսոփայությունը ինչու՞մ է գտնում, որ ինքը դաստիարակման համակարգ է։ Օրինակ Ճապոնիայում, ես որ հաճախ եմ լինում Ճապոնիայում, նկատում եմ ինչ որ իրանք հենց երեխաներին բերում են փոքրից եւ տալիս են այդ խմբակները եւ կարատեն իրանց համար որպես դաստիարակման համակարգ է։ Եվ ես էլ եմ մտածում, եթե մեր երեխաները ընկնեն ճիշտ ձեռքերում եւ իրոք այդ շատ մեծ հարց է, եւ ընկնեն այն մարդկանց մեջ, որոնք իրոք արժանի են իրավունք ունեն դաստիարակելու, իմ կարծիքով մենք շատ լավ սերունդ կունենանք եւ շատ լավ ուժեղ զինվորներ կունենանք մեր երկրի պաշտպանության համար։ Իսկ դու գիտես, Սիմոն, որ 10 տարիների ընթացքում ֆեդերացիան ունի 96 ոսկե մեդալ, 78 արծաթե եւ 81 բրոնզե մեդալ։ Այսինքն այս 10 տարիների ընթացքում մասնակցելով տարբեր մրցաշարերի մեծ ձեռքբերումներ են ունեցել։ Ինչ նպատակներ կան 2015-ի հետ կապված։ Դե ես կներեք ուզենայի անպայման նշել այն աշակերտները, ով էլ այդ դժվար առաջնությունից կարողացան բերել առաջին մրցանակային տեղերը, հա ես իրանց անունները կուզենամ նշեմ, որովհետև իրանց ուշադրությունը բացի ֆեդերացիայից, հա ոչ մի տեղից չի եղել եւ ֆեդերացիան միշտ փորձում այդ երեխաներին ու այդ պատանիներին խրախուսի եւ ոգեորի, որ իրանք մնան եւ շարունակեն մարզվել։ Ես լավ առաջարկ ունեմ, մենք տեսնենք տեսանյութը, այն տեսանյութը, որ տրամադրել եք մեզ, դիտենք եւ վերադառնանք ու դուք բոլորի անունները պիտի խնդրեմ, որ բարձրաձայնեք։ Խնդրեմ։ Շարունակում ենք մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ եւ ես կցանկանայի նաեւ զրուցել մարզիչի հետ, որքան ժամանակ է պարոն Գրիգորյան, որ դուք որպես մարզիչ եք հանդես գալիս եւ ինչ է ձեզ համար այս սպորտաձևը։ Ուրեմն սպորտաձևը որպես մարտարվեստ իմ համար կոնկրետ, ընդհանրապես ապրելակերպ է, ապրելաձև է, որ տալիս է երեխաներին առաջինը մարդ է սարքում, մարդ է դարձնում, որ հետո
ֆիզիկապես կարծում եմ անպայման կոփվում է։ Դա երկրորդական բան է իմ համար, որպես մարտարվեստ պետք է դառնան մարդ, հետո նոր մարզիկ կամ ինչ ուզում են թող դառնան։ Ուրեմն դա մարտարվեստ չի, մարդ-արվեստ է։ Մարդ-արվեստ, այո։ Եվ մարզիչը պետք է լինի նաև հոգեբան, առաջինը մանկավարժ, պետք է մոտենա երեխաներին անհատական, որովհետև մենամարտային ձևերում բնական է ամեն մի մարզիկ, ամեն մի անհատ ունի իր հնարավորությունները։ Պետք է մարզիչը կարողանա բացահայտել այդ ամեն ինչը եւ ըստ դրա շարժվել առաջ։ Որքան ժամանակ է դուք մարզիչ եք աշխատում։ Ես մարզիչ եմ արդեն 11 տարի։ Բավականին շատ։ 10 տարի է այս ֆեդերացիանը, 11 տարի է դուք մարզիչ եք։ Այս կարատեդոյում, այսպեսի արևելյան մարտարվեստներում, գիտեք ինչն եմ սիրում, որ մարզիչները կամ նախագահները երբեք չեն աչքի ընկել իրենց անհամեստությամբ։ Միշտ աչքի են ընկել իրենց համեստությամբ, իրենց նիստուկացով, այսպես ոչ երբեք չես իմանա, որ մարզիչ է, երբեք չես նկատի, որ ֆեդերացիայի նախագահ է, որովհետև շատ համեստ են, բայց իրենց գործում մեծագույն վարպետներ։ Խնդրեմ տվեք անունները։ Այո, իրոք իրանք շատ բարձր են պահել մեր երկրի պատիվը եւ կուզենամ իրանց անունները ասեմ, առաջիկ այստեղ կան այդ մարտիկում անունները տրվելու են։ Չէ, այդտեղ հիմնականում կան մեր մարզչական կազմն է, որոնք մարզչական գործունեն են Միևնույնն է, ես ուզում եմ այս պաստառը ցույց տալ մեր հեռուստադիտողներին։ Այսպես օրացույց նաև։ Իսկ դուք կարող եք այդ ընթացքում ասել այո։ Գրաված մարզիկներն են Էդիկ Հարությունյանը, Վահագն Հակոբյանը, Արամ Սիմոնյանը, մեկ էլ Դավիթ Կարապետյանը։ Այն մարզիկներն են, որոնք մեզ պատճառեցին իրոք մեծ ուրախություն այդ առաջնությունից, քանի որ ես նշեցի, իրոք մենք շատ դժվարությամբ հասանք այդ մրցությունների տեղը եւ կարող ենք ավելի շատ միանշանակ բերենք ոսկե մեդալներ։ Բայց այդ ավտոմեքենան որ փչացավ, այդ ամեն ինչը։ Դե պատկերացեք, միայն ճիշտ է այդ ավտոմեքենայի հարցը մենք շատ շտապ լուծեցինք, ընդամենը կես ժամ պահանջվեց։ Երկու օրում։ Բայց երկրորդ ճանապարհը, այո, հոգնածուցիչ ճանապարհը եւ դժվարությամբ ենք հասել այդ մրցությունների, բայց կարող եմ ասել, որ ֆեդերացիան փորձում է միշտ անվճար տանել մարզիկներին այս 10 տարվա մեր քաղաքախոսն է, որ լավագույն մարզիկները մեկնում են անվճար մրցաշարերի։ Այո, եւ մենք ամեն անգամ փորձում ենք մեր իշքան մենք հնարավոր է փորձենք անենք։ Բնական է, եթե ներպետական որևէ աջակցություն կամ որևէ մասնավոր աջակցություն, այդ խնդիրները մենք չենք ունենա եւ այն մարզիկները, ով մեկնում են մրցաշարերի, ավելի հանգստացած եւ ավելի լավ կմասնակցեն մրցություններին։ Ինչ ծրագրեր ունեք 2015 թվականի հետ կապված, ինչ մրցաշարեր միգուցե կանցկացվեն Հայաստանում։ 2015 թվականը մեր համար շատ կարևոր տարեդարձ է, ասենք տարի է, 10-ամյակն է, հա, ֆեդերացիայի 10-ամյակն է, քանի որ ֆեդերացիան ստեղծվել է օֆիցիալ գրանցված 2005 թվականից, այո, եւ իրոք պատրաստվում ենք նախատեսում ենք ավելի շատ ունենանք բազմաթիվ միջոցառումներ։ Կարող եմ ասել, որ մեկնելու ենք Ճապոնիա վերապատրաստվելու եւ մարզիչները մեկնելու են Ճապոնիա վերապատրաստվելու մարտ ամսվա սկզբին, քանի որ ֆեդերացիան գտնում է, որ մարտը միշտ պետք է կատարագործվի եւ պետք է միշտ այն գիտելիքները, որ արդեն մարդիկ ստեղծել են, հա, արդեն մարդիկ կատարագործում են, փորձենք ինչու՞ չէ տարածենք մեր մարզիչների եւ մեր սաների համար։ Իսկ մարզիչների հետ հնարավոր է մի երկու սան մեկնի կատարելագործվելու։ Այդպիսի սաներ տեսնում եք, որ ձեզ հետ միասին մեկնեն։ Այս մարզավակը որ լինելու է, այդ մարզավակը հիմնականում հասկացվում է մարզիչների եւ ֆեդերացիաների ղեկավարների համար եւ հա ամեն տարի կազմակերպվում է այդ միջոցառումը եւ հիմնականում այդտեղ սաներ չեն մեկնում են այն մարզիչները, որոնք սև գոտի ունեն եւ պահանջները այդպիսի են, որոնք արդեն 8 տարի մարզվում են վերոյալ մարզաձևով։ Եվ դրանից հետո մենք ունենանք աշխարհի առաջնություն, պատանեկան աշխարհի առաջնություն Հունաստանում, նաև արդեն Հայաստանի առաջնությունից հետո ընտրված է թիմը, որը պատրաստվում է մեկնելու Հունաստան, մասնակցելու այդ առաջնությանը։
Այս տարի նաև նախատեսում ենք անցկացնել մեծ միջոցառում կապված ցեղասպանության 100-ամյակի հետ կապված։ Ես կարող եմ ասել, որ ֆեդերացիան ճիշտ է, ոչ մի պետական որպես աջակցություն չկա, բայց մենք 11 ֆեդերացիայով, ստեղծված է մի կազմակերպություն, մի ասոցիացիա, որը ստեղծել է Գառնիկ Հայրապետյանը, Դինամո մարզական միության նախագահ, նաև Kickbox ֆեդերացիայի նախագահ, եւ միասին այս տարի ընթացքում կազմակերպում ենք միջոցառումներ, նաև շնորհակալագրեր ենք միմիայն հանձնում, գումերգործունության հետ կապված, նաև քաղաքապետարանի հետ համատեղ գործունեություն ենք ծավալում եւ նախատեսում ենք անցկացնել մեծ միջոցառում 100-ամյակի հետ կապված։ Սոմասում նաև սպասում է եւս միջոցառումներ, այնտեղ Գերմանիայում ունենք Եվրոպայաշնություն 2015-ում, այո, որտեղ ինքը ֆեդերացիան մեծ կազմակերպություն է, մեծ կառույց է եւ տարեկան ինքը ունի Եվրոպայաշնություն եւ կամ մի տարի պատանեկան, մյուս տարի մեծահասակների աշխարհի առաջնություններ։ Դրա համար ֆեդերացիան միշտ պետք է աշխուժ լինի, միշտ պետք է պատրաստ լինի այդ ամենը։ Ընդհանրապես միակ խնդիրը ֆինանսներն են, այնտեղ մենք փորձում ենք մեր միջոցներով։ Ես կարծում եմ այսքան հաճախ գալով բարի լույս միգուցե կգտնվեն մարդիկ, ովքեր որ կցանկանան այդ ֆինանսները, այդ հոգսը վերցնեն իրենց վրա։ Դե գիտեք, առաջինը հաճելի հոգս, որովհետև եթե մարդիկ վերադառնում են հաղթանակած այսքան մեդալներով, ուրեմն պետք է շատ վստահ աջակցել այսպիսի մարտավոճին, մարտարվեստին։ Գիտեք, այդ ամեն ինչը մենք առաջին անում ենք մեր ազգի համար, մեր ազգը ուժեղացնելու համար։ Իրոք ֆիզիկական դաստիարակությունը ինքը ստեղծում է լավ մարդ, ոնց նշեց պարոն Գրիգորյանը, որ ինքը հենց լավ մարդ դաստիարակման համակարգերից մեկն է, որտեղ իրոք ծնողը եւ հասարակությունը կարող են վստահ լինել, երբ երեխան հաճախում է մարտարվեստի խմբակ, այսպիսի կազմակերպություններ, որոնք իրոք միջազգայինորեն ճանաչված են, ոչ թե այսօր մի խնդիր կա, որ մարդիկ կան հնարավոր կնիկ վերցնեն եւ դիպլոմների վրա կնքեն եւ բաժանեն նվեր տան մարդկանց, ընդհանրապես որպես բիզնեսի առումով, այդպիսի կազմակերպությունների մասին չի խոսքը գնում, որովհետեւ մենք արդեն հաճախ ենք տեսնում, որ տարբեր հիմնականում գյուղերում եւ համայնքներում ստեղծում են այդպիսի կազմակերպություններ, որտեղ մարդիկ իրանց գյուղում աշխատում են եւ փորձում են որ ժողովրդին sense խափեն, չգիտեմ, այդ երիտասարդությանը մի ուրիշ ձև ներկայացնելով, ժամանակ ձգելով, sense մոլորեցնելով բայն իրանց մոտ։ Ոչ, այն մարդկանց մոտ, որոնք իրոք զբաղվում են եւ այն կազմակերպությունները, որոնք համարվում են միջազգային կազմակերպություններ, որովհետեւ հլև որ իմ կարծիքով մեր սպորտի նախարարությունը դրան չի հասել, բայց հուսով եմ մի օր դրաներ կանդրադառնան, որ ամեն մեկը չի կարա ստեղծի, ամեն մեկը չի կարա բացի նոր կազմակերպություն եւ միջազգային կազմակերպության դերը ինչու՞մ է գտնում, որովհետեւ օրինակ կարող եմ ասել 2014 թվականին մեր երեխաների համար միջազգային ֆեդերացիան ասաց, որ պետք է շլեմները լինեն ցանցով։ Մեր մոտ չի դուրացնում ձեռքով հարված դեմքին, բայց ոտքով կպնում է ու շատ ժամանակ դեպքեր եղել, որ երեխաների քթերը կամ շուրթերը կամ վնասվում էր, բայց հիմա նաև այդ էլ է, արդեն այդ չի կարող ոչ մի ձևով վնասվել, ինչի համար եմ ասում, մեր համար նաև ամենակարևորն է առողջությունը, երեխան պետք է առողջ լինի։ Եվ ոչ թե մենք տանում ենք, որ ինքը սպորտում կամ բանում ինքը դրանից վնաս ստանա, այլ ինքը կոփի նաև առողջ երեխա ստանանք, այո։ Եվ շատ կարևոր է այդ միջազգային դերը ֆեդերացիայում։ Եվ ինչ կապված էր այդ 15 թվականի հետ կապված, իրոք մենք կփորձենք ամեն ձևով մեր 10-ամյակը եւ այդ շատ փորձենք ներկայացնենք նաև մեր հանրությանը, որ տեսնեն ինչա մեր ֆեդերացիան։ Շնորհակալություն ձեզ, այո, շնորհակալություն Հակոբյանին, որպես ֆեդերացիայի նախագահ, նաև բոլոր մարզիչներին ու բոլոր այն սաներին, ովքեր լիարժեք, լիասիրտ նվիրված են այս սպորտաձևին եւ կարողանում են Հայաստանի դրոշը բարձր ծածանել ոչ միայն Հայաստանում, այլ նաև բոլոր այն պետություններում, որտեղ ներկայանում եք։ Ես մի բան ասեմ, ասես քիչ առաջ ասեց շատ հետաքրքիր էր ճանապարհին ինչ որ դժվարություն եղավ։
եւ այդ դժվարությունները համարելով հետաքրքիր, երևի թե մենակ մենք կարանք մեր գործի մեջ, որտեղ մենք սիրում ենք մեր գործը, դժվարությունները արդեն մեր համար հետաքրքիր են դառնում։ Եթե մենք չսիրեինք, նվիրված չլինեինք, դրա համար կարող հաղթահարել բոլոր իհարկե, դրա համար հետաքրքիր է այդ դժվարությունները եւ հաղթահարում ենք։ Շնորհակալություն ձեզ շատ, այո, մաղթում ենք ձեզ հաջողություն եւ նորանոր նորություններով, ձեռքբերումներով կհանդիպենք կրկին մեր տաղավարում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հրավերի համար։